Ղարաբաղը այսօր ազատագրված է եւ ազատ է եւ հայերը հաստատ զավթիչներ չեն եւ եթե այդ падգամավորը հասկանում է թե ինչ է նշանակում զոհվել հայրենի հողի համար նա երբեք չեն ներկայացրի նմանատիպ խայտառակ միակողմանի վաճառված զեկույց դրա համար հայ երիտասարդությունը հենց պետք է կանգնի այդ հարցի շուրջ եւ պետք է անպայման մենք այսօր պահանջենք որպեսզի չեղյալ հայտարարվեն այդ խայտառակ հակահայկական զեկույցները եթե այդ զեկույցները վաղ ընդունվեն մենք պահանջում ենք որ չեղյալ հայտարարեն բայց եթե ընդունվեն իրենք ընդհանրապես ԵԽԽՎ-ն որպես կառույց դեր չի ունենա ընդհանրապես չի ունենա ոչ մի կին եւ հայ երիտասարդների աչքերում կլինի որպես վաճառված կառույց ուղղակի իր վարկանիշը Հայաստանում կասնի արդեն զրոյական Բրիտանիայի դեսպանատան առջև հանուն օրենքի հասարակական շարժումը այսօր հավաքվել է այստեղ, որպեսզի իր բողոքը արտահայտի կապված հակահայկական ԵԽԽՎ-ում ներկայացվող վաղվա խայտառակ զեկույցների շուրջ, որոնք ներկայացվել են բրիտանական падգամավորի կողմից Ռոբերտ Ուոլթերին։ Ձեր падգամավորը խոսում է այն 6000 հայ սիմվոլների մասին, որոնք իրենց կյանքով եւ արյամբ են պաշտպանել հայրենի հողը։ Նա խոսում է այն երիտասարդ սիմվոլների մասին, որոնք զոհվել են եւ շարունակում են զոհվել կանգնած մեր սահմանին։ Եվ հիմա ես ուզում եմ հարցնել դուք եւ ձեր կառավարությունը հաշվետու եք ձեր վարած միակողմանի եւ անարդար քաղաքականության համար։ Այսօր այստեղ հավաքվել են հայ երիտասարդներ, որպեսզի ձեզ հորդորեն, պահանջեն հետ կանգնել այն ճանապարհից, որի համար հաստատ չեն պայքարել ձեր լիբերալ հայրերը։ Ղարաբաղը այսօր ազատագրված է եւ ազատ է։ Լսեք եւ փոխանցեք ձեր ղեկավարներին, որ եթե վաղը ԵԽԽՎ-ում չեղյալ չհայտարվի ձեր падգամավորի զեկույցը, ապա դուք ձեր խղճի վրա կկրեք հայ սիմվոլի մահը, որոնք իրենց կյանքի գնով պահել են Ղարաբաղը։ Նախքան Ղարաբաղի ճակատագրով մտահոգվելը խոր կտանք ձեզ, նախևառաջ զբաղվել Շոտլանդիա եւ Իռլանդիայի ձեր ունեցած խնդիրներով։ Մենք ուզում ենք փոխանցենք մեր պահանջագիրը մեզ։ Չէ, ուզում ենք անձամբ փոխանցենք իրը։ Ուրեմն ինչ-որ ներկայացուցիչ, եթե խնդրեմ թողիչ։ Դե լրագրողներ են, իրենք հնարավոր չի դա։ Ստեղ միայն լրագրողներ են եւ ես որ պետք է հանձնեմ։ Բոլորը լրագրող են, այո։ Շատ հաճելի է հանուն օրենքի հասարակական շարժում, հայություն ոնց որ ասում են, բերել ենք մեր պահանջագիրը կապված վաղվա ԵԽԽՎ-ի ձեր падգամավորի ներկայացված հակահայկական զեկույցների բերել ենք պահանջագիրը, որպեսզի փոխանցեք որպեսզի վաղը այդ զեկույցը չեղյալ շատ բան Request on demand. Պահանջ և իսկովա եթե Բրիտանիա իրոք հետևում լիբերալ հայրենի փիլիսոփայությանը ուրեմն ազատությունը ամենակարևոր առիթն է եւ Ղարաբաղը այսօր ազատ է եւ հայությունը հաստատ զավթիչ մենք շատ քաշ տեղյակ ենք, որ ադրբեջանական դիվանագիտության խադարային դիվանագիտության միջոցով շատ վաղուց են կարողանում հակահայկական զեկույցներ եւ ընդհանրապես հայերի դեմ միակողմանի քաղաքականություն վարել միջազգային կառույցներում եւ մեր պահանջագրերը միասին բերել ենք Խադար հայ
երիտասարդների կողմից, on behalf of the activity, որպեսզի ինչպես ասում են, մեր խոսքն էլ լսելի դառնա so that you can hear us as well, ԵԽԽՎ-ում։ the Council of Europe. Ցավոք սրտի այդպես է, Unfortunately, that's բայց the դա case. իրականություն։ This is the reality. Եվ ուզում եմ որպեսզի ցուցաբերցնեք եւ փոխանցեք ձեր ղեկավարությանը։ Ձեր հանդեպ ոչինչ չկա, ձեր ղեկավարության ուղղակի փոխանցելու խնդիրն է այստեղ։ Մենք պահանջում ենք, որպեսզի Չեխիան հայտարարի, իսկ եթե ամեն դեպքում վաղը այդ զեկույցները If ընդունվեն, these resolutions tomorrow pass next day, խոսքը գնում է մասնավորապես բրիտանական պատգամավորի զեկույցի մասին։ particularly I mean the one that Եվ ընդհանրապես has been նաև reporting Բոսնիա եւ Հերցեգովինայի the զեկույցի, other one in Bosnia Herzegovina որը as ԵԽԽՎ-ում well, ներկայացել։ again with the case. Ուրեմն ասեմ մի բան, որ ԵԽԽՎ-ն որպես կառույց միջազգային Council of Europe as an international structure կգործունի իր արժեքը ոչ միայն Հայաստանում ապրող հայերի համար, այլ ամբողջ հայության, ամբողջ աշխարհի հայության աչքերում։ all the Armenians of the Իսկ մենք քիչ չենք ամբողջ աշխարհում։ Would you, well, I take this gladly. Won't take, can't take Ուրեմն gifts. But also, I hear what you're saying. I totally respect what you're saying. If you'd like to make sure, would like to discuss it further, if yourself and perhaps one of your colleagues would like to come Մենք in առաջարկում ենք, here, որ միգուցե դուք եւ որևէ մեկը ձեր մարդկանցից բարձրանաք միասին դեսպանի հետ զրուցելու այս հարցի շուրջ։ դուք չկա պատրաստ եք։ They are ready, they would Ուղղակի like to. զրուցելու խնդիրը որն է։ Մենք ուզում ենք հանձնել այդ The պահանջը meaning of discussing or talking, we just wanted to deliver our demand. okay. եւ եթե մենք իմանանք, որ այդ խոսակցությունը, որը կլինի դեսպանի հետ ինչ-որ արդյունք կտա, If we know that եթե դուք our մեզ conversation with երաշխավորեք ambassador will մասամբ make այդ any արդյունքը, change, մենք պատրաստ ենք գանք եւ guarantee զրուցենք։ such an outcome after the talk. Իսկ եթե ուղղակի լինելու է զրույցի համար, If this is a talk just for the sake of the talk, մենք չունենք ոչ մեկ հետ զրույց։ No, it's not a talk just for the sake of the talk. իհարկե զրույցը միայն զրույցի համար You have some passionate points, which we appreciate, but հարցեր բարձրացրեցի։ I think it's also important that the people in Armenia understand the view and the line of the British government, Ես կարծում եմ շատ կարևոր է իմ հայության համար հասկանալ բրիտանական as կառավարության opposed to any Council of Europe PACE delegation, regardless of the members. տարբերություն Եվրոխորհուրդ եւ And ԽԽ-ի the fact that we are very much in support of the Minsk group process, but I'm making you the offer if you and one of your colleagues would like to come and discuss ԵԱՏ Մինսկի further. խմբի աշխատանքը ուստի դրա համար առաջարկում եմ եթե երկու պատվիրակ գտնեք Լավ, բարի, ուրեմն խնդրում եմ փոխանցեք, եթե Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի վարած the UK government supports the Minsk group process. Yes. բանակցային գործընթացը, ուրեմն ինչպես հասկանանք նույնիսկ այդ զեկույցի How can վերնագիրը we interpret the title of the վերնագիրը միայն վերնագիրն եմ ասում դեռ չեմ խոսում դեռ բովանդակության մասին, որը որ ոչ թե միակողմանի է, which is not only one-sided. այլ ամեն ինչ ինքնավ ասում։ Well, we can discuss that, but coming some. Եթե ուզում եք բարձրանալ վերև խոսելու, Իսկ թվում է I would hope if you come in, you'd find it worthwhile, and I'd hope that ես when you կարծում come եմ, out, որ դες համար օգտակար կլինի այդ զրույցը, we can respect each other's եւ views մենք կարող ենք and փոխադարձ have a slightly հարգանքով balanced view. այդ զրույցը վարել եւ փոխադարձ հարգանքով ենք եկել։ Եվ ուղղակի ուզում ենք, որպեսզի դուք փոխանցեք դեսպանին, իսկ դեսպանը իր հերթին փոխանցի մեր պահանջը։ and that ambassador delivers it to her government. Ապսես խայլարը չեք վերցնում, Pity that you know Sorry, yeah, can't do that. բայց ամեն դեպքում եթե And also, our ambassador's vegetarian as well. մեր դեսպանը ուսակեր է։ ես կարող եմ ձեր ասել, եթե ուրեմն կարիք կլինի, մենք անպայման If there is a need, կզրուցենք դեսպանի we հետ, will ուղղակի come back to talk to այն բանից հետո, ambassador. երբ վաղը Let's կտեսնենք, see what the ինչ outcome տեղի is. կունենա եւ Okay, well, we obviously can't guarantee as the British government what the outcome of any Մենք որպես PACE. բրիտանական կառավարություն բնականաբար չենք կարող երաշխավորել որևէ արդյունք I hear what you're saying. I accept this and I Ես դες հասկացա, ես ընդունեցի, ես կփոխանցեմ։ Եվ վերջինը And the last մենք էլ չենք կարող ուրեմն
ասել եւ ձեզ երաշխավորել այն բանը, որ դրանից հետո եթե ընդունում եք If the զեկույցները, resolution passes, we can't guarantee that հայ երիտասարդների the աչքերում Armenian youth տեղ չեն ունենա այնպիսի հասկացողություն, ինչպիսին է ազատություն, որը will be քարոզվում sort է of disappointed in all these values of liberty that you preach. Եվրոպական միության կողմից, Also the European Union, միջազգային ձեր կառույցների national structures, եւ ԵԽԽՎ-ը մեր աչքերով կկորցնի ընդհանրապես Council of Europe will lose its լիդերը credibility եւ արժեքը ընդհանրապես։ and the value. Well, I'll pass on your concerns. Ես անպայման կփոխանցեմ ձեր մտահոգությունները։ Mr. Walter is not a member of the British government. I work for the British government. He's a British parliamentarian, an active member of parliament. He wasn't a member of the British government. Պարլամենտներ ներկայացնում եւ ոչ բժշկական կառավարություն։ He is a diplomat and the rest of the British embassy. We represent the British government. Մենք որպես դիմանկարներ բնականաբար ներկայացնում ենք կառավարությունը։ Շնորհակալություն։ Փող դեսպաններ պատասխանեց, որ անպայման կփոխանցի մեր պահանջը, չի կարող երաշխավորել ոչինչ, մենք իրենց ոչ մի երաշխավորություն չենք էլ ուզում, ուղղակի իրեն հասկացրեցին, որ ինչ տեղի կունենա, եթե վաղը այդ զեկույցը ընդունվի, տեղի կունենային, որ այդ կառույցը ԵԽԽՎ-ն որպես յուրաքանչյուր հասկացող մարդու աչքերում ուղղակի իրենց ոչ մի արժեք չի ներկայացնի եւ իր վարկանիշը կհասնի 0-ի ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես միջազգային հարթակներում եւ գնալով դա այդպես է լինում է, ուղղակի Բրիտանիան որպես իր արժեքները այդ ազատության եւ այլ արժեքները քարոզող նույնպես ոչ լեգիտիմ լինի նորմալ մտածող մարդկանց աչքերում։ Իսկ ինչ կապված է ուրեմն մեր պահանջագրի հետ մենք հասնեցինք, ինքը ասաց անպայման կփոխանցի, ամեն ինչ հասկանում է, որ դա ինքը հասկանում է, որ մեր պահանջը ինչու է կայանում, անպայման կփոխանցի եւ իրենք անպայման հարցով կզբաղվեն եւ հրավիրեց նույնպես զրուցել դեսպանի հետ։ Մենք բացատրեցինք, որ կտեսնենք թե ինչպես վաղը այդ գործընթացը տեղի կունենա զեկույցի հետ կապված ԵԽԽՎ-ում եւ եթե պետք լինի անպայման կգանք եւ դեսպանի հետ կզրուցենք արդեն ավելի առարկայական կլինի մեր ուրեմն խոսակցությունը տեսնելով թե ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում եւ մեր պահանջը տեղ հասավ թե չհասավ։ Խավիարի ապրանքը հասկացան։ Իստում է իհարկե հասկացան չվերցրեց որովհետեւ ուղղակի պարզ է թե ինչի չվերցրեց այդ քայլով ինքը եթե վերցներ կնշանակեր որ իրենք իրոք ինչպես ասում են արդեն բացահայտորեն են կաշառք վերցնում բայց մեր կողմից մենք սիմվոլիկ կաշառք ենք առաջարկել եւ այսպես